Ողջույն հարգելի ընկերներ, գործընկերներ, վերջին ժամանակ մենք նկատենք, որ մեր հանրային քաղաքական խոսությունում շատացան քննարկումները գործակալների, լրտեսների, գործակալական ցանցերի մասին, շատ է օգտագործվում 5-րդ շարասյուն տերմինը։ Աշխարհական մակարդակում մենք տեսնում ենք հատուկ ծառայությունների, հետախուզական ծառայությունների ներգրավմամբ հաջողված ռազմական օպերացիաների իրականացում, օրինակ հիշենք ուկրաինական դրոնների կողմից ռուսական ռազմավարական ավիացիայի թիրախավորումը, որը տարբեր տեղեկությունների հանգեցրեց ավիացիայի 10-ից 30%-ի ոչնչացմանը, խոսվում է 41 կործանիչների ոչնչացման մասին, որն է լուրջ հարված է Ռուսաստանի միջուկային ներուժին։ Նույն համատեքստում այժմ ընթացող հակամարտությունը նախորդին Իսրայելը թիրախավորեց Իրանի ռազմական էլիտայի ներկայացուցիչներին և մի քանի օրի ընթացքում կարողացավ սպանել բարձրաստիճան 20 սպայի։ Սպանվեցին նաև 9 միջուկային գիտնականներ։ Հետախուզական գրականության լեզվով այս գործողությունները կոչվում են covert action-ներ, գաղտնի գործողություններ, այսինքն դրանց նախապատրաստումը, ընթացքը տեղի ունեցել գաղտնի։ Սրա մասին ավելի մանրամասն մենք կխոսենք։ Ու հատկանշական է նաև, որ այժմ ընթացող ռուս-ուկրաինական հակամարտության նախորդին պատմության մեջ առաջի անգամ ամերիկյան հետախուզական ծառայությունները հանրայնացրեցին իրենց հասանելի տեղեկատվությունը, այսինքն եթե մինչ այդ հետախուզական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությունը օգտագործվում էր միայն ներքին սպառման, այսինքն ներքին որոշումների կայացման համար, այժմ որոշակի տեղեկատվություն հանրայնացվեց ու այդ գործառույթը շարունակվեց նաև հետո։ Հիմա երբ որ մենք լսում ենք այս բոլոր պատմությունները, տեսնում ենք ինչպիսի ազդեցություն են ունենում դրանք երկու կողմի համար էլ, այսինքն մեկի դեպքում շատ մեծ հաջողություն, մյուսի դեպքում ողբերգական, այսպես ասած, հետևանքներ, արդյունք, մենք մտածում ենք, թե ինչքանով ենք մենք Հայաստանը անվտանգ, ինչքանով ենք մենք խոցելի, ինչպիսի կարողություններ մենք ունենք։ Facebook-ում նաև կային քննարկումներ, որ ինչքան լավ կլիներ, որ մենք էլ ունենայինք օրինակ այն կարողությունները, որ ունի Իսրայելը, թե հարձակողական, թե պաշտպանական համատեքստում։ Հիշում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հավաքագրումները մեր հայրենակիցների այսպես շրջանում, որը ցավոք նաև իր ազդեցությունն է ունեցել պատերազմի ելքի վրա։ Ու հաշվի առնելով այս ամենը ես որոշեցի սկսել մի շարք, որտեղ կպատմեմ այլ երկրների հետախուզական ծառայությունների մասին, հաջողված պատմությունների մասին, մենք կհասկանանք ինչով են գործակալները տարբերվում լրտեսներից, հետախույզներից, որն է հետախուզության դերը, որն է հակահետախուզության դերը։ Գիտեք ինչն է հատկապես շատ հետաքրքիր, ինչպես շատ ոլորտներ, այդպես էլ այս ոլորտը, քանի որ ինքը նախ եւ առաջ սրա կենտրոնում մարդն է, պատմության ընթացքում զարգացել են տեխնոլոգիաները, բայց մեթոդաբանությունը, միտքը, ռազմավարական մտածողությունը հիմնական մնացել է նույնը։ Այսինքն ծանոթանալով այս պատմական դեպքերի հետ, իրականում մենք կարող ենք անել հետևություններ ու այժմ տեղի ունեցող process-ները թվում նաև մեր երկրում իրականում ավելի լավ հասկանալ։ Ու որակը տեսանյութի այդքան էլ լավը չի, ես օգտագործում ուղղակի իմ հեռախոսը, հաճախ պետք է ետևում լինեն գրքեր, իմ մոտ գրքերը դիմացն են, հեռախոսը գրքերի վրա է տեղադրված, բայց հուսով եմ սա շատ չի ազդի որակի վրա։ Ուրեմն արտիականությունը հաշվի առնելով որոշել եմ սկսել Իսրայելի հետախուզական ծառայության պատմությունից, այսինքն հետախուզական ծառայությունների, խոսել երկու շատ հաջողված դեպքերի մասին, որոնք հետախուզական գրականության մեջ շատ մեծ տեղ ունեն, եւ մենք կզարմանանք, նույնիսկ կապշենք, թե ինչ ազդեցություն են ունեցել երկու անձ ամբողջ 1967 թվականի 6-օրյա պատերազմում Իսրայելի հաղթանակի վրա։ Ուրեմն մինչև սկսենք հետախուզական ծառայությունից մի փոքր պատմական ակնարկ։ Իսրայելը, Պաղեստինը, այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Իսրայելը, 1920-ականներին, այսինքն 20-ին, հետո 23-ին պաշտոնապես ստանում է բրիտանական մանդատ։ 19 թվականին Բալֆուրի որոշմամբ, Արթուր Բալֆուրի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հռչակագրով որոշում է կայացվում օգնել, աջակցել, չխանգարել իսրայելական միգրացիային
այդ տարածք, որտեղ այժմ Իսրայել պետությունը գտնվում է։ Ու եթե օրինակ 1919-ին այդ տարածքում ապրում են 65300 հրեա, 1936-ին նրանց թիվը հասնում է 400,000-ի։ Ինչն է հատկանշական, որ պետության հիմնադրումից 1948 թվականին Իսրայել պետությունը հիմնադրվեց, 28 տարի արդեն առաջ, այսինքն 1920 թվականին իսրայելցիները ստեղծում են իրենց բանակը, Հագանան։ Եվ Հագանայի շրջանակում ստեղծվում է իրենց առաջի հետախուզական ծառայությունը Շային, որը ռազմական հետախուզական ծառայություն էր։ Այսինքն մինչ պետություն ունենալը արդեն Իսրայելը ուներ հետախուզական ծառայություն, այսինքն հետախուզական դպրոց եւ այլն։ Արդեն 1948-ին, երբ որ Իսրայել պետությունը հիմնադրվում է, ստեղծվում է իսրայելական բանակում արդեն Ամանը, որը գործում է մինչ այժմ, դա Իսրայելի ռազմական հետախուզական ծառայությունն է, որը հենց հիմնադրման սկզբից, այսինքն 20-րդ դարի առաջի կեսի վերջից ուներ լուրջ կարողություններ, կարողանում էին signal intelligence իրականացնել, սիգնալային հետախուզություն, սա հիմնականում հակառակորդի հաղորդակցությունը, խոսակցությունը որսալու արվեստն է, գործողությունն է, մասնագիտությունն է, կարողանում են գաղտնի գործողություններ իրականացնել, այդ covert action, որ արդեն խոսեցինք դրա մասին, ու հիմնական իրաց թիրախը արաբական երկրներն են, ինչպես նաև այդ երկրներում, այսինքն Եգիպտոս, Սիրիա, Հորդանան, գործող ռուսական հետախուզական ծառայություններ, որոնք աջակցում էին արաբական երկրներին այդ ժամանակահատվածում հատկապես։ Մյուս կարևոր կառույցը իսրայելական հետախուզությունում դա Շին-Բեթն է։ Շին-Բեթը հակահետախուզական ծառայություն է, որը զբաղվում է, այսպես ասած, այլ երկրների կողմից Իսրայելում հավաքագրված լրտեսների, գործակալների, տեղակայված հետախույզների բացահայտմամբ։ Ու որքան էլ որ Իսրայելը ունի հաջող պատմություն, իրանք էլ ունեցել ձախողումներ ու հակահետախուզության պատմության խոսույթում գրականություն նշվում է, որ հակահետախուզությունում այսպես հաջողված պատմություններ չեն լինում, քանի որ նրանք հիմնված են արդեն ձախողված պատմության վրա, այսինքն բացահայտում են մարդիկ, ովքեր հավաքագրվել են, այսինքն հակահետախուզությունը ձախողել է առաջի հատվածում։ Ուրեմն այդ օրինակներից օրինակ հետաքրքիր օրինակ Wolf Goldstein-ը, որը հավաքագրվել էր ԽՍՀՄ NKVD-ի կողմից, մինչ KGB-ն ծառայությունը կոչվում էր NKVD, Ֆելիքս Դզержինսկու կողմից հիմնադրված, սկզբից ՉԿ էր կոչվում, սրա մասին առանձին կխոսենք, բայց NKVD-ն կարողացել էր Իսրայելում հավաքագրել անհատի, ով տրամադրել է շատ լուրջ դիվանագիտական տեղեկատվություն։ Մյուս արդեն ԽՍՀՄ-ի կողմից հավաքագրված, արդեն KGB-ի կողմից հավաքագրված անձը Շիմոն Լևիզոնը ներգրաված է եղել վարչապետի աշխատակազմում, այսինքն վարչապետի աշխատակազմի անվտանգության պետը հավաքագրված է եղել ԽՍՀՄ-ի հետախուզական ծառայությունների կողմից եւ տրամադրել է շատ լուրջ ռազմական եւ դիվանագիտական տեղեկատվություն։ Մյուս դեպքը, որ մեր համար շատ հետաքրքիր կլինի, դա Ամերիկայի կենտրոնական հետախուզական ծառայության կողմից հավաքագրումն էր Յոսի Ամիթը, ով էլի կենտրոնական հետախուզությունը տրամադրել է ռազմական դիվանագիտական տեսակի հետախուզություն, այսինքն նույնիսկ դաշնակից լինելու պայմաններում դաշնակից երկիրը Իսրայելում ունեցել է սեփական հետախույզը, լրտեսով տրամադրել է տեղեկատվություն։ Սա հետախուզական ծառայություն էր։ Մյուսը, որի մասին շատ է խոսվում, հատկապես վերջերս, դա Մոսադն է։ Մոսադը Իսրայելի արտաքին հետախուզական ծառայություն է, որը հիմնադրվել է Դավիթ Բեն-Գուրիոնի կողմից 1951-ին, Դավիթ Բեն-Գուրիոնը Իսրայելի վարչապետն է, ու Մոսադը ունի շատ հաջողված պատմություններ, որոնցից ինչպես երկուսի մասին մենք այսօր կխոսենք, այժմ բայց մի քանի դրվագներ ուղղակի Մոսադին հաջողվում է 1962-ին Արգենտինայում բռնել, բերել Իսրայել գերմանացի բարձրաստիճան պաշտոնյա Ադոլֆ Էյքմանին, ով մասնակցել էր հրեական ցեղասպանության, այսինքն գնում են Արգենտինա, գտնում են, բռնում են, բերում են եւ մահապատժ են ենթարկում Իսրայելում։ Մոսադը նաև օրինակ կարողացել է գողանալ 200 տոննանոց նավ 200 տոննա ուրան պարունակությամբ, բելգիական
բելգիական պատկանելության, որ օգտագործվել Իսրայելի միջուկային ծրագրի համար։ Մոսադի հաջող պատմություններից է նաև 1971 թվականին Իրաքի Օսիրակ միջուկային ռեակտորի թիրախավորումը, այսինքն այն գործողությունը, որ Իսրայելը վերջերս իրականացրեց, թիրախավորելով Իրանի ռազմական միջուկային կայանները, արդեն նույնիսկ 1981-ին իսրայելական հատուկ ծառայությունները նման կարողություն ունեցել են եւ այսպես ասած վերացրել են Սադամ Հուսեյնի միջուկային զենք ունենալու կարողության այսպես նախադրյալները։ Մոսադի հաջող պատմությունների մեջ նաև վերջին դեպքը միջբուն երկու թեմաներին անդրադառնալը, դա 1956 թվականին Նիկիտա Խրուշչովի հայտնի անձի պաշտամունքի դատապարտման տեքստի գողացումն է եղել, այսինքն կարողացել են ձեռք բերել այդ տեքստը մինչ Նիկիտա Խրուշչովը հանդես եկել հայտարարությամբ, այսինքն իսրայելական հետախուզական ծառայություններին ու նրանց օգնությամբ նաև ամերիկյան հետախուզական ծառայություններին ավելի շուտ է հայտնի եղել ինչ պետք է ասի Նիկիտա Խրուշչովը, քան մարդիկ, ովքեր պետք է լսեին Նիկիտա Խրուշչովի ուրեմն հայտարարությունը։ Այժմ այն երկու պատմությունների մասին խոսենք, որոնք մեծ կարգով ազդեցություն կունենան մեր վրա եւ լուրջ այսպես ասած կօգնեն ձևավորելու հասկանանք այդ հետախուզական արվեստը։ Ուրեմն առաջինը Վոլֆգանգ Լոցի պատմությունն է, Վոլֆգանգ Լոցը ծագմամբ հրեա, ծնվել էր Գերմանիայում, մայրը հրեա, սակայն ոչ հավատացյալ, որի պատճառով նաև Վոլցը չէր թլպատվեր եւ հետո պատմությունը ցույց է տալիս իր ապագան, որ դա իր համար ճակատագրական նշանակություն ունի դրական առումով։ Հիտլերի իշխանության ամրապնդմամբ հրեաների նկատմամբ հետապնդումների սկսումով 1932-ին Վոլֆգանգ Լոցը իր մայրիկի հետ Գերմանիայից ծնվել էր նա Գերմանիայում, տեղափոխվում են Իսրայել։ Լոցը դեռ փոքր տարիքում շատ մեծ հետաքրքրություն է ունեցել ձիեր վարելու նկատմամբ ու անցնում է արդեն մեր կողմից նշված Հագանայում Իսրայելի բանակում պարեկային ծառայության Երուսաղեմում գտնվող անտառներից մեկում, այգիներից, բայց ավելի շատ անտառ, վիճակում ավելի մեծ է, forest անգլերենով, ու այդ ժամանակվանից արդեն ինքը աչքի անկնում իր այսպես ասած խարիզմատիկ կերպարով շփվելու կարողությունով սիրվել է մարդկանց կողմից, թե իսրայելական բանակի թեժանք այնտեղ գտնվող բրիտանացիների։ Ու 1956 թվականին Ամանը, այսինքն հիշատակեցինք, չէ՞, մենք Ամանին Իսրայելի ռազմական հետախուզական ծառայությունը մոտենում են Վոլֆգանգին, առաջարկում են անցնել ծառայության, գործուղվել Եգիպտոս, նպատակը նույնականացնել Նասերի կողմից, Նասերը իմ կարծիքով կհիշենք, լսել ենք հաստատ Գամել Նասերի մասին, Եգիպտոսի նշանավոր առաջնորդն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ շրջանում հայտնի է հատկապես Սուեզի ազգայնացմամբ, կարողացավ գնալ ճակատման բրիտանացիների, ֆրանսիացիների եւ դուրս գալ հաղթանակով։ Նասերը Եգիպտոսի կարողությունները ուժեղացնելու համար Գերմանիայից բերում է գերմանացի գիտնականներին, հրթիռային գիտնականներին, ովքեր օգնել էին երկրորդ համաշխարհային ժամանակ դրա նախորդին ստեղծել գերմանական ուժեղ հրթիռները, կարող է նշել, որ երկրորդ համաշխարհային նախորդին ընթացքում Գերմանիան ուներ շատ կատարելագործված հրթիռներ, որոշակիորեն նույնիսկ գերազանցում էր դաշնակիցներին, եւ մենք քանակով, այլ ոչ թե որակով գերմանական ռազմական արդյունաբերությունը զիջում է, բայց մասնակետներ Գերմանիան ուներ եւ Նասերը նրանց բերել Եգիպտոս, Եգիպտոսի հրթիռային կարողությունների զարգացման համար ու նպատակը Վոլֆգանգ Լոցի պետք է լիներ նույնականացնել այդ մարդկանց տվյալները փոխանցել Ամանին։ Ու այս գործողության համար Վոլֆգանգ Լոցի անհատի պատմությունը ամբողջովին փոխվում է։ Ինչ են անում։ Նախ վերացնում են բոլոր տվյալները նրա իսրայելական ծագման մասին, կապտվում են Արևմտյան Գերմանիայի, գիտենք, այնքան Գերմանիան բաժանված էր երկու մասի, Արևմտյան Գերմանիայի հետախուզական ծառայության ԲՆԴ-ի հետ են կապնվում եւ ստեղծում են նոր կերպար։ Մասնավորապես Վոլֆգանգ Լոցը գերմանացի է, հատկապես հաշվի առնելով խաչճաշ մազերը, կանաչ աչքերը, իսրայելցու նման չէր։ Ստեղծվում է ռազմական ճանապարհ, այսինքն նա կռվել է Էրիխ Ռոմելի բանակում, Էրիխ Ռոմելը նշանավոր գերմանացի զինվորական էր, որը հաջող ռազմական արշավներ
գործողություններ իրականացնել Աֆրիկայում, սիրված էր եգիպտացիների կողմից, այսինքն ստեղծում է, որ նա Էրի Ռոմելի բանակում է կռվել, սպա է, զինվորական է ու ամուսնանում է, նույնիսկ պատմությունը ավելի իրական լինելու դեպքում ամուսնանում է նա գերմանացի կնոջ հետ, թողնում է իր իսրայելցի կնոջը ժամանակավորապես եւ տեղափոխվում է Եգիպտոս, Կահիր է, բայց միայն դեռ 1959-ին 3 տարի աշխատում են իր այդ պորտֆոլիոյի ձևավորման վրա եւ գնում է Կահիր է, ստեղծում է ջիհաշավարան ու արագ կարելի տարածում է տեղեկատվություն, որ Գերմանիայից եկել է մեծարուստ մարդ, բիզնեսմեն, ձեռնարկատեր, որը սիրում է իրականացնել խնջույքների ժամանակ գեղեցիկ կանայք, հաճելի խնջույքներ են լինում, այս առումով ԱՄՆ-ը շատ մտահոգված էր, որ լոցի ծառայությունը իրենց վրա շատ մեծ գումարներ է արժենում, բայց դե սպասելով արդյունքին տալիս էին այդ ծախսեր, ֆինանսները։ Լոցը շատ արագ մտերմանում է սիրիական սպայակազմի հետ ու հաշվի առնելով իր գերմանական անցյալը, սպայական անցյալը, սա օգնում է, որ մտերմանա։ Նաև ընթացքից, երբ որ վստահություն սկսում է ձևավորվել, արդեն ինքը հակասեմիտական, հակաիսրայելական խոսակցությունները բացում, քննադատում է, որ ավելի ներվի, այսպես ասած, եգիպտացի սպաների հետ։ Ու եգիպտացի սպաներն էլ այդ գայթակղված այդ խնջույքներով, կանանց ներկայությամբ ավելի շուտ են սկսում հաճախել լոցի տարածքը, ու սա լոցին իրենք նաև այս պատմությունը ստուգելու համար արևմտյան Գերմանիայում փորձում են հասկանալ արդյոք լոցի ներկայացած իր մասի պատմությունը ճիշտ է, ճիշտ չէ, բայց քանի որ Իսրայելը արդեն այդ գործողությունը նախապատրաստությունը ամբողջովին այնտեղ տեսել էր, այս հարցերը գնում են բազմա ամեն ինչ ճիշտ է, նորմալ է, լոցը չի խաբում։ Եգիպտացի սպաները իր հերթին լոցին ճանաչացնում են իրենց կարծիքով իր հայրենակից գերմանացի գիտնականների, հրթիռային գիտնականների հետ եւ լոցը շատ արագ ներում է նաեւ նրանց հետ։ Խոսում է իր նացիստական անցյալի մասին, Ռոմելի հետ կապի մասին, սա իհարկե գրավում է գերմանացիների ուշադրությունը, շատ արագ լոցը նույնականացնում է բոլորին, տվյալները փոխանցում է ԱՄՆ-ին, Մոսադին, իրենք թիրախավորում են գիտնականի նամակներ ուղարկում, սպառնալիքներ, ձեր ընտանիքների հետ կապված կլինեն վատ հետևանքներ եւ մի բարի օր իսրայելցիների համար այս բոլոր գիտնականները լքում են Եգիպտոսը, այսինքն լոցի այս ծրագիրը հաջողվում է, Նասերը զրկվում է այն գիտնականներից, որի միջոցով պետք է զարգացնել հրթիռային պոտենցիալ, բայց սա դեռ վերջը չէ։ Մոսադը արդեն արտաքին հետախուզական ծառայությունը կապնվում է լոցի հետ, նրան առաջարկում են, որպեսզի նա նորից հետ գնա Եգիպտոս, օգտագործելով իր կապերը եգիպտական սպայակազմի հետ, ծանոթանա արդեն եգիպտական ռազմական ենթակառուցվածքների հետ ու այդ տեղեկատվությունը փոխանցի իրենց։ Լոցը գնում է, եգիպտական սպաներն հաշվի առնելով լոցի ռազմական անցյալը, սկսում են նույնիսկ նրանց կարծիքներ հարցնել, թե օրինակ ինչպես են պատրաստվում անապատում պատերազմ մղել Իսրայելի հետ, լոցին տանում են իրենց ռազմական բազաներ, զորամասեր, ցույց են տալիս ռազմական տեխնիկան, որտեղ է գտնվում, հարցեր են տալիս, ցույց են տալիս իրենց ռազմական ամրությունները, այսինքն խրամատները, պաշտպանվածության մակարդակները, լոցը նույնիսկ կարողանում է ձեռք բերել եգիպտական օդաչուների անուն ազգանունները։ Ու այս ամբողջ տեղեկատվությունը լոցը փոխանցում է իսրայելական հատուկ հետախուզական ծառայության ռադիոյի միջոցով։ Հիմնական այս ժամանակ այդ տեղեկատվությունը փոխանցում են ռադիոյով ու հիմնական իր մտածումն այն է, որ եգիպտական կամ այդ տարածքում գտնվող այլ երկրների ռադիոները կարող են որսալ, հասկանալ, բացր խզում կնկատեն եւ կարող են նրան տեղը, այսպես ասած, նրան ինքնորոշել ու այդպես էլ տեղի ունեն իրականում, բայց սա եգիպտացիներին օգնում են ռուսական հետախուզական ծառայությունը, ԽՍՀՄ-ի հետախուզական ծառայությունը, ԳՌՈՒ-ն, ռազմական հետախուզական ծառայությունը եւ ձերբակալում են լոցին։ Լոցը չի ընդունում, որ նա իսրայելական հատուկ ծառայություններից է, ասում է ես գերմանացի եմ, միջև վերջ չի ընդունում ոչինչ, լուրջ տանջանքների է ենթարկվում, բայց չի բացահայտում, այսպես ասած, իր ով լինելը։ Այդպիսով նաև իրականում պահելով այն տեղեկատվության արժեքը, որ ինքը փոխանցել էր։ Ու 1967 թվականին պատերազմի ժամանակ, երբ որ 67-ին դե գիտենք 6-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը կռվում էր Հորդանանի, Սիրիայի եւ Եգիպտոսի հետ, այսինքն 3 ճակատով, 1 օրի ընթացքում
մեկ օրվա ընթացքում իսրայելական ավիացիան շարքից հանում է ամբողջ եգիպտական ավիացիան եւ Սուեզի հատվածում ամբողջովին իսրայելական զորքերը առաջանում եւ օդի վերահսկողություն վերցնում են իրենց ձեռք, այսինքն տոտալ ջախջախում են եգիպտական բանակը եւ դա հիմնականում մեկ անձի այս աշխատանքի շնորհիվ։ Ու Վոլգանգ Լոցի հետ կապված վերջի դեպքը իսրայելական ղեկավարությունը Լոցին հետ ստանալու համար եգիպտացիներին է փոխանցում 500 եգիպտացի գերի զինվորականների։ Այս նույն ժամանակ ավելի հետախուզական process տեղի էր ունենում Իսրայելի մյուս հակակոտ երկրում Սիրիայում։ Ուրեմն Սիրիայում Էլիաու Կոհեն անունով հրեան, ով ծնվել էր այդ Պաղեստինի տարածքում այժմ գտնվող Իսրայել պետությունում, էլի աչքի են գնում այդ նույն ակտիվությամբ, կենսախնդրությամբ, նա արդեն հավաքագրվել էր Մոսադի կողմից ու սկզբից փորձել էին կնեք Էլիաու Կոհենը ծնվել է Եգիպտոսում ու մինչ Իսրայել տեղափոխվել ինքը զբաղվել էր Եգիպտոսից Իսրայել իսրայելցիների այսպես անօրինական տեղափոխմամբ ու արդեն որոշակի հմտություններ այս գնինք ուներ գաղտնի գործողություններ անելու եւ արդեն երբ որ նա Իսրայելում էր Մոսադի կողմից հավաքագրում է որ գործողի Եգիպտոս Եգիպտոսում բայց բացահայտում են իր ով լինելը հետ են ուղարկում ուստեղ ինչն է կարող որ երբ որ նա Սիրիա տեղափոխվում Իսրայելում միամասին տեղեկություններ չունեն այսինքն ինչ ենք նկատում որ արաբ դաշնակիցները իրար հետ այս տեղեկատվությամբ չէին փոխանակում որը դե խնդիր է ուրեմն Էլիաու Կոհենի հիմնական նպատակը ծրագիր, որը պետք է լիներ, նա պետք է գնար Սիրիա, ներթափանցել Սիրիա եւ տեղեկատվություն հավաքեր Սիրիայի ռազմական ենթակառուցվածքների մասին։ Ինչպես Լոցի դեպքում, այս դեպքում էլ իսրայելական հետախուզական ծառայությունը ամբողջովին փոխում են Կոհենի ով լինելը, ստեղծում են նոր մարդ, այսինքն նա դառնում այսպես ասած ազգությամբ հենց սիրիացի իրեն տալիս են անվանումը մի փոքր բարդ էր այստեղ իմ մոտ նշում ունեմ ներեք տալիս են Կարմատ Ամին Տաբետ անվանումը ու սկզբից իրեն գործողում են նա գնում է Շվեյցարիայում ստանում է այս փաստաթղթերը ու տեղափոխվում է Արգենտինա Բուենոս Այրես սիրիական համայնք որպես house businessman ով եկե տարբեր միջոցառումներ գործողություններ իրականացնել էլի նույն սխեմայով այսպես ասած խնջույքներ, միջոցառումներ, գեղեցիկ կանայք, այսպես ասած հարբեցողություններ հաճելի ժամանց։ Ու այսպիսի մի միջոցառումների ժամանակ ինքը արդեն ծանոթանում է Արգենտինայում սիրիական դեսպանատան ռազմական ատաշեի հետ, ով ում օգնությամբ արդեն նկատում կապերի երբ որ նա գալիս է արդեն Սիրիա, իսկ Սիրիայում դե ճշտում են, բազում է իսկապես սիրիացի, բիզնեսմեն, եկել է Արգենտինայից, այնտեղ համայնքում նա բոլոր ծանոթում են, ավելին մեր ռազմական ատաշեն իրեն գիտի, իրան ծանոթացնում է ատաշեն սիրիական ռազմական էլիտայի հետ։ Ու շատ արագ Կոհենը կարողանում է ներթափանցել այդ շրջապատ ու ձեռք բերել կարևոր տեղեկատվություններ հատկապես Հոլանի բարձունքների հետ կապված։ Ու նշվում է, որ իր հաղորդած տեղեկատվությունով իսրայելական բանակը 3 դե պատկերով ամբողջովին ինֆորմացիա է ստանում սիրիական ռազմական կարողությունների մասին։ Ու ինչպես նախորդ դեպքում, քանի որ թիրախ հիմնական ռազմական ավիացիաներ օդաչուների անուններն է փոխանցում ու հետո արդեն 6-օրյա պատերազմի ժամանակ իսրայելական հետախուզական ծառայությունները բանակը նաև կարողացել են ապակողմնորոշել, այսինքն կարողացել ռադիոկապով կապ հաստատել իսրայելական հետախուզական ծառայությունը կարողացել կապ հաստատել եգիպտական օդաչուների կապի մեջ են կարողացել մտնել ու նրանց ապակողմնորոշելով բախվել իրար ու ոչնչացնել, այսինքն ու բացի դրանից դե տեղեկատվություն է տալիս ռազմական հատկապես խրամատների կառուցվածքի մասին բանակում ծառայած
ընկերները հատկապես արվեսափոս երևույթը հիշում եք հերթերային դրոնային հարձակումներից պաշտպանելու համար շատ ենք Լեռնային Ղարաբաղի խրամատներում հատկապես փորում արվեսափոսեր մեկ անձի կամ երկու անձի հիմնականում պաշտպանության համար այդպիսի մանրամասնությամբ տեղեկատվություն է փոխանցում ու երբ որ պատերազմի ժամանակ իսրայելական օդաչուները գործում էին բանակը կամ տանկերը իրանք ունեին քարտեզներ, այսինքն ինքը քարտեզներով է փոխանցում էլի տեղեկատվություն։ Բայց եթե որոշ գլոցին հաջողվում է վերադառնալ Իսրայել էլիակորին չի հաջողվում, որտեղ ինքը ուներ մտահոգություններ Սիրիայի հակահետախուզական ծառայության ղեկավարի հետ կապված, որ նրան չէր վստահում, եւ ռուսական հետախուզական ծառայությունների օգնությամբ նորից ռադիոյի կապի որսալով նա բացահայտվում է եւ այս անգամ փոխանակում տեղի չի ունենում։ Նրան սիրիական կողմից նամակը գնում է Իսրայել, որ ձեր ընկերը մեզ մոտ է եւ մենք նրա հետ այսպես լավ վերաբերմունք ենք ցույց տալու, նրան կախում են, կախաղան են բարձրացնում, իսկ նրա հետ աշխատած փոխկապակցված 200 սիրիացի զինվորականներին դատեր, որոշներին նույնիսկ մահապատիժ։ Բայց այս երկու անձնավորությունները մեծ ազդեցություն են ունենում, տեսնում եք, թե ինչպես 6 օրյա պատերազմի վրա։ Ու այս երկու պատմությունները ցույց են տալիս, թե ինչ մեծ նշանակություն ունեն հետախուզական ծառայությունները, հակահետախուզական ծառայությունները, ու ինչ շրջադարձային նշանակություն դա կարող է ունենալ պատերազմների ելքի վրա։ Այսինքն կարող ենք եզրահանգել, որ թե այն ժամանակ, թե հիմա ոչ մի երկիր ապահովագրված չի նմանատիպ հարձակումներից, եթե նա չունի կայացած հետախուզական, հակահետախուզական կառույցներ, ես չեմ խոսում հետախուզական դպրոցների մասին, հետախուզական գիտելիքի մասին, ինչպես նաև հանրության շրջանում այս առումով կարողությունների պատրաստության մասին, որպեսզի մենք չդառնանք թիրախ, տրամադրելով տեղեկատվություն մեր թշնամիներին, մեր հակառակորդներին։ Սա առաջին տեսանյութներ իմ կարծիքով հուսամ հետաքրքիր էր ձեր համար, որակի համար կներեք, պայմաններս այս պահին այսքանն են։ Ես հետո կպատմեմ նաև այլ պատմություններ, թե սա շատ ռազմական հետախուզության, ռազմական կոմպոնենտի մասն էր։ Մյուս տեսանյութում կփորձեմ կենտրոնանալ լրտեսների գործակալների վրա, քաղաքացիական անձանց, ու մենք իրականում կկարողանանք նաև հասկանալ, թե ինչպես ենք մենք խոցելի ու ինչ օրինակներ կան մեր մոտ, որ նախկինում, ապագայում, որ մենք կարող ենք համեմատականներ իրականացնել։ Շնորհակալություն։